Եսայի 55 8-րդ համարը մինչև 11-րդ համարները։ Քանզի իմ խորհուրդներս ծեր խորհուրդները չեն, ու իմ ճամփաներս ծեր ճամփաները չեն, գսեդերը։ Հաբա որ չափ երկինքը երկրեն բարձր է, այն չափ իմ ճամփաներս ծեր ճամփաներեն բարձր են, եւ իմ խորհուրդներս ծեր խորհուրդներ են։ Վասնզի ինչպես անձրևն ու ցույնը երկինքեն գիչնե ու հոն չեն դառնար, հաբա երկիրը գորոքեն ու զանիկա պտղափեր եւ արդարացավոր գնեն, ցանողին հունդ եւ ուդողներուն հաց կուտան, իմ բերնես ելած խոսնալ այնպես պիտի լա, ինձի բարա պիտի չի դառնա, հաբա իմ գամքս պիտի կատարե հաջողությամբ գործադրե այն բանը, որուն համար զանիկա ղրկեցի։ Ամեն։ Հիմա Սամոս 139-ն 10-րդ համարեն 16-րդ համարները։ Վասնզի թուն ստեղծեցիր իմ երկամունքներս ու իմ մայրս ու իմ մորս որովայնին մեջ թուն զիս ծածկեցիր, կքոհանամ քեզ մե, որ ահավոր ու զարմանալի կերպով ստեղծվեցա, քու գործերը զարմանալի են ու իմ անձս աղեկ գիտե։ Իմ քոյությունս չծածկվեցավ քեզ մե, երբ քաղդուկ դեղը շինվեցա, երկրի խորունություններուն մեջ ջարդարությամբ գազմվեցա, քու աչքերդ իմ անգադար գազմվածքս տեսան, ու իմ անդամներս բոլորը քու քրքիդ մեջ գրված էին, որոնք ժամանակին պիտի գազմվեին, երբ թեր անոնցմե մեկը չգար։ Ամեն Տեր օրհնեցես։ Շնորհակալ ենք քույր ընթերցանության համար։ Մենք բոլորս բարի եկանք Դերոջը արչև, որ նայենք, որ դերը ինչ ունի իսելիք ինձ մեզ կսյալ մեր բոլորին։ Երբ որ Աստված իր խոսքով գխոսի, քարոզիչն ալ գխոսի, բոլորն ալ գխոսի, քանի որ բոլորն ալ իրեն արչևը միևնույն մարդն են եւ միևնույն սիրով գսիրե բոլորը։ Այսօրվա գարտացված դերին առնչությամբ Վասնզի թուն ստեղծեցիր իմ երիգամունքներս ու իմ մորս որովայնի մեծից ծածկեցիր։ Այս հատվածին առնչությամբ պիտի գարտամ նաև Զննթոց 16-րդ գլուխ 18-րդ համարեն։ Պիտի գարտամ 15-ին։ Աստված ըսավ Աբրահամին, ով է խոսողը, Աստված է խոսողը, որն խոսի Աբրահամին։ Քու գնոջը Սարային անունը Սարա մի գոչեր, հաբա անոր անունը Սարա թողլա, զանիգա պիտի օրտնեմ, նաև անգե որդիմը պիտի դամ քեզի ու պիտի օրտնեմ զանիգա ու ասկերու մայր պիտի լա եւ ժողովուրդներու թակավորներ պիտի ելեն անգե։ Աբրահամ երեսին վրա ինգավ ու խնդաց եւ իր սրդին մեջ ըսավ. 100 տարեկան մարդուն զավակ պիտի լա, արդյոք Սարան ու 90 տարեկան է պիտի ծնանի։ Աբրահամ ըսավ Աստծո, թող Իսմայել ապրի քո առջևդ։ Իսմայելը Իսահակեն հարած ծնած է։ Եվ Աստված ըսավ, այո, քու գինդ Սարան որդիմը պիտի ծնանի քեզի ու անոր անունը Իսահակ պիտի տնես։ Սարան 90 տարեկան է, Աբրահամ 100։ Անոր հետ ու անգե հետ կանոր սերունդին հետ իմ ուխտս պիտի հաստատեմ, հավետանական ուխտմը։ Եվ Իսմայելին համար լսեցի քեզի, հա օրտնեցի զանիգա ու պիտի աջեցնեմ զանիգա ու խիս պիտի շատնան։
Անիգա 12 իշխան պիտի ծնանի ու մեծ աստմը պիտենեմ զանիգա։ Բայց քալ դարի այս ադեն Սարան կեզի ծնանելու Իսահակին հետ իմ ուխտս պիտի հաստատեմ։ Դերը անոր հետ խոսքը լմնցուց ու Աստված Աբրահամին կովեն վեր ելավ։ Խոստացավ Աբրահամին 100 տարեկանին եւ ըսավ որ Իսմայելին ալ պիտի օրտնե եւ Իսահակը պիտի ծնի։ Այսօրվա բարականերուն առնչությամբ մի քանի խոսք պիտի խոսի մաս հատվածին ուղղությամբ։ Եվ Աբրահամ Կսանիերորդ գլխուն 19-րդ համարը պիտի գարտամ, որ მე այդ 25-րդ գլխուն 7-12 համարները պիտի գարտամ ծնունդոցի մեջ։ Եվ նայեցեք ինչ եղավ Աբրահամին։ 23:19 Անգի այդ Աբրահամ իրգինը Սարան թաղեց Մամպրեի թիմած եղող Մակպելայի արդին մեջ, որ է Քեփրոն Կանանի երկրի մեջ։ Սարան մեռավ։ Իսահակը ծնավ, Սարան մեռավ եւ թաղվեցավ Մամպրեի արդին մեջ, Քեփրոն Կանանի երկրի մեջ։ 25-րդ գլուխ 7-րդ համար Աբրահամին կյանքին դարիներուն օրերը, որ ինք ապրեցավ 175 տարի էր, եւ Աբրահամ աղեկ ծերությամբ ծերացած ու իր օրերը լեցված ավանտեց իր հոգին ու մեռավ եւ իր ժողովրդին խառնվեցավ։ Եվ իր որդին Իսահակը ու Իսմայել, ով եւ ով, Իսահակը եւ Իսմայելը թաղեցին զանիգա Մակպելայի արդին մեջ, որ կեդացի Սարայի որդին Եփրոնի արդին մեջ Մամպրեի թեմե։ Այն արդը, որ Աբրահամ կեդի որդիներեն ձախո արածեր, հոն տաղվեցավ Աբրահամ եւ իր գինը Սարան։ Աբրահամ մեռնելեն յետքը Աստված օրհնեց անոր որդին Իսահակը եւ Իսահակ Լահրոյի ճրհորին կոպնագեցավ։ Ասոնքեն Աբրահամի որդին Իսմայելի ծնունդները, որ Սարայի Եգիպտոսի աղենին հակար ծնավ Աբրահամին։ Աղոթենք, շնորհակալ ենք այս խոսքերուն համար, որ մեզ պիտի լուսաբանես եւ ցույց տաս քո ճշմարտությունը, որ կարողանանք քեզ մե ավելի հասկանալ այսօրվա եղելություններուն մասին, որ այս աշխարհը գտարնա եւ նեղության մեջ կմտնի։ Այս երկու եղբայրներու եղբայրական կյանքին մեջ որ իրարու հետ միասին թաղեցին իրենց մայրը եւ հայրը։ Այսօր մեր աշխարհը գդարաբի այս երկու եղբայրներուն երեսը։ Բացատրեմ։ Հարավոր դարիներ յետք երբ Իսմայելը օրտնվեցավ եւ Իսահակ օրտնվեցավ, ասոնք իրարու հետ համացայն ապրելու խորհուրդ իրենց մեջ են ինգավ եւ ովևէ մեկը չի գտնվեցավ իրենց բացատրելու որ դուք եղբայրներ եք գրվելու երբեք պատճառ չունիք երկու ընդդալ օրտնված եք ուրեմն ինչ պատահեցավ ատկեց վերջ սկսան իրարու հետ բادرազմնել եւ գրիվնել երկու եղբայր հարավոր դարիներ անցավ եւ նույն ծավալ ճամփորդեց եւ հասավ մինչեւ այսօր 1940-ին յետ ավելի հաստատվեցավ 1940-ի շրջաններուն, երբ անգլիացիներուն գոմանե հրյաներուն դրվեցավ Իսրայելի երգիրը, նույն ադեն Գաբրեին այդ երգի մեջ իր եղբորը սերունդը։ Բայց հոս երբեք հիշադակի եւ իրարու հետ միասին ապրելու ծրագիրը գոյություն չունեցավ։ Ես կացի Երուսաղեմ եւ կացի Աբրահամին քերեզմանը եւ Սարային քերեզմանը անցամ տեսա Աբրահամի քերեզմանը որ գեղեցիկ մադուր մեշինած են Երուսաղեմի մեջ որ բոլոր աշխարհեն ժողովուրդը գերտան եւ Աբրահամին քերեզմանը գրնան դեսնել Իսահակին եւ Իսմայելին հորը եւ այդ քերեզմանին մեկ կողմը գեցած է իսրայելական զինվորներ իսկ մյուս կողմը գեցած է Իսմայելի սերունդեն
եղող զինվորներ։ Երբ հոնեի իրենց հարց ուղեցի, ըսի դուք երկու եղբայրներ եք ըսի եւ իրարու մերցնելով գալեք կոր այս աշխարհի վրա։ Եթե այս համարձակությանս ես արմացա, ես եթե դուք իրարու հետ համացայնիկ եւ խաղաղության բնագիք ավելի մեծ օրհնություն կլակ ծեր շրջանին եւ նաեւ աշխարհին փոխանակ նեղության եւ ադելություն տնելու իրարու միջև եւ բոլոր աշխարհը դակնվոր անելու եւ մեծ ծախսի դակ տնելու բոլոր երկիրները։ Այս մեկ ես անադին խոսեցա։ Հիմա այսօրվա բարականերու մեջ ոչ եվրոպական երկիրներու մեջ, ոչ Ամերիկայի մեջ, ոչ Միջին Արևելքի մեջ մեկ հատ իմաստուն մարդ չի գա, որ գրնա այս երկու եղբայրներ իրավու հետ միացնել։ Օրինակ մի դամ ամուսնության օրինակով, որովհետեւ գարունակ չի դա կասկնա։ Երբ որ զույգեր գամուսնանան, ամուսնությունը հետևյալ ծավալով բացատրեմ, աստիճան մգտնեն եւ աստիճանին առաջին հարգը բիդելեն եւ պիտի շարունակեն իրենց կյանքը աստիճանին մեջ բարձրանալու իրեն ընտանիքին թիվով եւ բարձրանալով իրենց սերունդը դեսնելով աստիճանով պիտի բարձրանան երկու աստիճանի երկու գոմեր ունի որ կգենա առաջին քայլը որ արին բարձրացան առաջին քայլը որ ամուսնությունը գոչեցինք երկրորդ քայլը բարձրացան որ երեխա ունեցան երրորդ քայլը արին երկրորդ երեխան ունեցան չորրորդ քայլը արին ավելի բարձրացան ուրեմն որ չափ իրարու հետ մնացին այդ չափ ավելի բարձրացան երբ որ թորնիկներ ունեցան ավելի բարձրացան հարց մծակեցավ դեր եւ դիգինի միջև երբ որ արդեն 20 տարի իրարու հետ ամուսնացած են ուրեմն հարցը ժամանակավոր հարց մնե որ չորրորդ հարգի վրա ասկսան գրվի այսպես ըրիր այդպես ըրավ այդպես եղավ ուրեմն մորցան իրենց առաջվա սույնը որթերին միասին եւ այլևս մորցան հիշելու որ ինչպես իրար գսիրեն երբ որ աստիճանը թրին եւ առաջին հարգը ելան ամուսնությամբ եւ սկսան բادرած 5-րդ 6-րդ հարգի վրա մորցան եւ միջնորդ մճունեցան որ գրնա միջնորդ իրենց լույս տալսել որ նայեցեք դուք այսօր 20-30 տարի 10 տարի ամուսնացած եք զիրասիրած եք եւ ընտանիք եղած եք ինչպես կարելի է այս հարցը լուծել միջնորդություն չունեցան ուրեմն ընտանիքը կանտվեցավ աշջաները փլան հոգարադարությունը գործվեցավ իրարու նույնը պատահեցավ Աբրահամի երկու զավակներու միջև խնդիր ցակեցավ որ մեկ երկի չօգնեց իրենց որ իրար միանան հաջորդ 20 տարվա մեջ 100 տարվա մեջ 200 տարվա մեջ ուրիշ խնդիր մծակեցավ ասոնք մորցան որ իրարու հետ եղբայր է այսօր հազարավոր տարիներ անցան եւ մինչեւ այսօր գույր ժողովուրդը մորցավ այս աստծո խոսքերը եւ ոչ մեկը չի գարտար աս առնչությամբ ասելով որ Աբրահամ ձերացավ մեռավ եւ Իսահակը եւ Իսմայելը թաղեցին իրենց հայրը նույն դեղը ուր որ իրենց մայրը թաղեցին ինչու հիշեցնող չի գա Հետևյալն է համարը այսօր գարտացինք այդ գարտացված ընթերցանության մեջ 10-րդ համարն է անոնց այս ճամփան իրենց հիմարություն է սակայն անոնց յետևեն եկողները անոնց խոսքին հաջողություն պիտի տան հիմարություն կա երկու անգամ գրտնվեցավ այս հիմարության հարցը որովհետև մարդիկ հիմար են իրենց ցերկովը գխորդագեն իրենց կյանքը եւ գխորդագեն ուրիշներուն կյանքն
Ծննդոց 9-րդ գլխում 6-րդ համարը հետևյալը գսե. Ով որ մարդու արյուն թափե, իր արյունն ալ մարդե պիտի թափվի, քանզի Աստված իր պատկերին պես ստեղծեց մարդ։ Եվ Հիսուս իրեն դաստապանյանի մեջ է գսե, մի սպաններ։ Հիմա պիտի հասնենք 50-րդ գլուխ, Եսայի 55-8-րդ համար։ Աստված կխոսի Հոսեև գսե, քանզի իմ խորհուրդները սեր խորհուրդները չեն, ու իմ ջամփաները սեր ջամփաները չեն գսե դերը։ Հապա որ չափ երկինք երկե բարձրի, այն չափ իմ ջամփաները սեր ջամփաներեն բարձրեն։ Ուրեմն Երբ որ դու Աստծու գաղութես եւ գուզես որ Աստված դասի աղոթքը, ըսկուշությամբ եկուր իրեն արջևը։ Որևէ դու գաղութես Աստծումը, որ քո իր ջամփաները չես կրնալ գիտնալ, եւ միայն ինքը գիտե իր ջամփաները։ Հարկանքի բագաս մի դար այն Աստծուն, որ քեզի կյանք տվեր այս աշխարհի վրա։ Հարկան կրերեն։ Երկուղազությամբ անոր ջամփուն մեջ կալե։ Որովհետև մեր խորհուրդները իր խորհուրդներուն հետ երբեք չի միանար, ոչ էլ գրնանք հասկանալ։ Վասնզի կփասադրե, ինչպես անցրև 80 երկինքեն գիչնե եւ հոնչի տարնարի հետ, հաբա երգիրը գորոքեն ուզանիգա բդղապեր եւ արկասապեր գնեն, ցողին հուդն ու դողին հասկուդան, իմպերնես ելած խոսքը այնպես պիտի ըլլա, ինչպես ինձի բարապ պիտի չի տարնա, հաբա եմ գյանքս պիտի գադարե, իմ գամքս պիտի գադարե, հաճողությամբ կործատրե այն պանը, որոն համար զանիգա կեզի գրգեցի։ Ուրիշ հատված մնալ գարտացվեցավ, թե ինչպես Աստված ինձի իմ մորս որովայնի մեջ աջեցուց և գյանք շնորեց։ Վասն զիտունը ստեղծեցիր իմ երիգամունքներս ու իմ մորս որովայնի մեջ թուն զիս ծածկեցիր։ Հիմա հիվանդանոցներու մասին պիտի խոսեմ քիչը։ Աշխարհի վրա սկսան ամեն դեղ հիվանդանոցներ բանալ։ Հիվանդանոցներ պատվեցավ, բժիշկները նկարական արին եւ սկսան հիվանդներուն վրա նայել, իրենց հիվանդությունը կրնել, նայ։ Հիմա հոս հարց մգա։ Ես երբ որ իմ մորս որովայնի մեջ երբ որ սկսան մեծնալ Քու աչքերդ իմ անգադար գազմանված կստեսան ու անդամներուս բոլորը քու կրկիկ մեջ կրված են, այսինքն իմ մարմնիս բոլոր անդամները արդեն երկնային ծրագրի մեջը արձանագրված է, որ ինչպես պիտի լա եւ ինչ պիտի դնե։ Ժողովրդի մեծամասնությունը իրեն մարմին մասին չի գիտեր, որ ինչպես կուդե, ինչպես ստամոքսը կմարսե եւ ինչպես ինքը ուժ ունենա։ Ասոնք մարդիկ երբեք ասոր մասին մտածած չեն, մինչեւ որ հիվանդանոց երթան։ Ուրեմն հիվանդանոցները մեզի համար դպրոց մի տրավ Աստված։ Ըսել որ նայեցեք, ես ծեր մարմին մեջը աշճապ կորձիկներ տրած է։ Ամենաբարձ ստամոքսի մասին, որ սերդեցի բավական որ մասին ասեմ։ Ստամոքսը ամեն մեկ վարյանի մեջ 3 անգամ իր գերագորը կսկսի մարսելու համար սխմել եւ շարժի։ Ուրեմն 2 ժամվա մեջ մտավորապես 700 անգամ ստամոքսը կմարսի այն գերագորները, որ տուն դրիր պերնիտ մեջ։ Հարցումը այս ժողովրդին միլիարավոր ժողովրդի մեջ քանի հոգին գիտե որ ստամոքսը ինչպես կաշխատի։ 1/10-ը չի գիտեր, մինչև որ չի հիվանդանա։ Դոկտորը ստամոքսը շատ կտրտվի որ հիվանդ եղա, ինչ եղավ, դոկտորը կգնե, կարտացած է, ասինչ փույսեն թերմոդակեզի, որպես ասիդը գեցնե, եւ հիմա գիտես որ դու ստամոքս մոնիս եւ մեջը ցավ մոնիս եւ բժիշկը քեզի ադիգա թերմոդավա որ լավլաս 1920 թվականներուն հայրս պատմեց իր երեխայի ազատանը իրեն ճուղը ինքնաշարժները նորեր էին հեզանիվի անիմներով ուրեմն իրենց ճուղը կա եւ մարդիկ չեն գիտեր որ ինքնաշարժը ինչ է ուրեմն հայրս սկսել որ ժողովուրդն սկսան խոտ բերել գսե
օտոեն արջև, ինաշարժն արջև, որբեսի ուդե, որբեսի գրնակալ է։ Մենք այսօր ինձ մենք արդեր ենք։ Ոչ։ Այսօր դու ինչ գիտես քո տոկերոտ մասին, որ ինչպես կաշխատի տոկերը։ Հիսուս խաչաբայդին վրա ցերկը բացավ եւ շնչահեղձ լալով մեռավ։ Ինչու համար? Որովհետեւ իրեն արյունը, որ ինձ համար թափեց, այլևս իրեն տոկերու մեջ արյուն չմնաց։ Բացականչելով ինձ եւ քեզի համար մեռավ։ Ասիկային ասմազն է, որ իմ մորս որովանի մեջ իմ ծնած ադենը ստեղյակ է և գիտե և ինձի ծնունդ տվողն ալինքն։ Եվ խաչին վրա այնպեսի մահոմը մեռավ, արյունը գործընծուց և շնչահեղձը լալով մեռավ։ Եվ բացականչեց իր հորը։ Եվ ասավ հայր, քու ցերկերուդ կամ անտեմ իմ հոգիս։ Այսօր մարդիկ իրար կսպանեն երկու եղբայրներու անհամացանությունով հազարավոր տարիներ առաջ Աբրահամի զավակներուն երեսեն։ Մեկ հատ հողեմ չի գա մեջերնի։ Ես ուզեցի փնտրել, գտնել Եվրոպայի մեջ մեկը կամ նայել, որ ով գխոսի ասմասին, որ գրնան իրենք հաշտվիլ, որպես իրար չփզկտեն։ Չգտա մեկը, որ խոսեցավ ասուղությամբ։ Ոչ աս երկրի մեջը, ոչ ալ Եվրոպայի մեջը, ոչ ալ միջին արևելքի մեջը։ Բայց բոլոր աշխարհը գերտա այդ քերեզմանինքով եւ գսա որ Աբրահամն եւ Սարային քերեզմանը հոս է, բայց ամեն մարդ մորցած է որ Իսահակ եւ Իսմայել հրավի եղբայր է։ Եվ հրարու տիշտան։ Եվ այս Քրիստոսը խաչին վրա մեռավ ինձի համար, երբ ինքը գիտեր իմ ոսկորներուս կամ գազմվիլը իմ մորս որովայնի մեջ։ Եգրաչապը դու մը գծե, շենք մը գծե, գտնե անոր ծանրությունը, գերտագի չապե հողը որ չապ կշալգեք, զորացնեն հողը, գտնեն սիմենտը, բետոնը, և կսկի շինել իրեն հարգերը։ Այն հաշիվով շինած է, որ պիտի կարողանա 5 հարկնոցնում մը շինել այդ սիմենտին վրա, որ ինքը չապավոր տրված է կետնին դատ։ Որբեսի մարդիկ, որ փնագին այս շենքի մեջ չլա, որ շենք իրենց վրան փլի։ Բայց այսօր ինչ կբադահի։ Այսօր մարդիկ ռումպեր շիներ են, որ այդ շենքերը փլեն, աջողորտնալ սպաննեն։ Ինչու համար։ Եսի հբարդության, տրամասիրության, իմ ասածս պիտի թուն չես կրնար այդպես անել և կգործանեն և կսպաննեն իրավու։ Մորցան դերոջը օրտնությունը և անոր բրգությունը, որ մեզի համար եկած է։ Բժիշկ, իմ ցերկս կցավի, չեմ գիտեր ինչու կցավի։ Բժիշկ գսե հիվանդանոց կնա քեզի նգարենք, որովհետեւ գրնանք գիտնալ, որ ցերկդ ինչ ունի։ Հիսուսը պետք է ռոն, սեր որ բժվեցավ կնա։ 10 փորոտներ ճամփային գկալեին Հիսուս դեր հոսե, եւ անդեղեն կբացականչեն Հիսուսի քսեն, որ ով հայր մեզի բժիշկ է։ Հիսուս իրենց չսավ որ բժշկվեցակ։ Գիտեք ինչ սավ։ Կացեք դուքցես կահանային ծծուցեք։ Ես ցեզի բժշկեցի, դուք կացեք դուքցես բժշկին ծծուցեք եւ նայեցեք որ բժված եք։ Ունի սա սավատկը։ Եվ դի բժշկվիր։ Եվ մեկ հատ վերադարձավ, քանի որ տեսավ որ ջամփուն վրա կահանային կացածադենը բժշկվեցավ, ետ դարձավ միջև Հիսուսին, սա որ սկսավ երգրվակել միջև կետին խոնարեցավ, քանի որ բժշկվեցավ։ Հիսուսը սա որ եւ ասոնք սամարացի էին, հրյա չէին, օդար էին իրեն համար։ Ուր են մուսինը սավանուն կար բժշկվեցան։ Հիսուսի խոսքը կացեք դուքցես կահանային ծծուցեք։ Ինչու համար այդպես ասավ եւ չսա որ բժշկվեցա, որովհետեւ այդ
Փորոդները հավատացին Հիսուս Քրիստոսը ինչ որ ասե, պետք է հնազանդին, որ բժշկություն պիտի ստանան։ Ասե։ Եթե կհավատաս, որ Հիսուս քեզի կալած ադենդ կրնա բժշկել, մինչև բժշկի էր, աստուն բժշկված ես ա։ Ես ալ մեջ ոլալու։ Ասի մեր Աստվածն է։ Ասի մեր դերն է։ Ասի մեր սերն է։ Մեր կյանքն է։ Ուրեմն ինչ ասենք։ Բիդեսենք հավդեվյալը կոչելու համար։ Բայց դեր իմ կովս գայնեցավ ու իզի սորացուց։ Երկրորդ Տիմոթեոս 4 գլուխ 17-րդ համար։ Ով գեցավ իմ կովս եւ զորացուցից։ Դեր իմ կովս գեցավ եւ զորացուց։ Կառավարությունը իմ կովս չգեցավ որ զորացնե։ Ոչ ալվո եմեք փաստապանի օֆիսը։ Ոչ եմեք ուրիշ կառավարություն իմ կովս չգեցավ որ զորացնե։ Ոչ։ Անոնք բոլոր ժամանակավոր են, ինչպես որ ոսկրվեցավ։ Անոնք կաբրին եւ գտարնան ինչպես որ ամպարիչը գմերնի եւ քերազմանը գերտայ բերենց դանալ չան չի իշմիր։ Որչապալ հարուստը լա տողլա։ Դերի իմ կովս գայնեցավ ուզի սորացուց։ Ով գայնեցավ կովս։ Դերը գայնեցավ, այն դերը գայնեցավ որ զիս այս աշխարհ բերավ։ Դերը գայնեցավ կովս ան որ այս դիեզերքը ստեղծեց։ Դերը գայնեցավ իմ կողմս որ հաճապայտին վրա ինձ համար մերավ։ Դերը գայնեցավ իմ կովս որ հարություն արավ։ Հիսուս հարություն առնելով բոլոր իրեն ըրացները եւ խոսածները ըստորակրեց որ ինքը ճշմարիտ Աստվածն է եւ գաբրի։ Եթե Հիսուս հարություն չառներ այս բոլոր քարոզներում մեջ որ դվավ եւ բժշկություններ որ ыրա իրեն Աստվածությունը պիտի չհասկնար ժողովուրդը։ Ես ասա պիտի մերցնեն զիս։ Եվ ես ասա երրորդ օրը հարություն մի դառնեմ։ Ով է այս Հիսուսը որ գրնա այդպես ասել։ Աստված է Հիսուս։ Հիսուս Աստծո որդին այս աշխարհի վրա քալեց։ Որուն համար քալեց։ Այս քետնի հողին համար եւ գենտաներուն չորկոտան համար չմերավ։ Չեկավ այս աշխարհ։ Ինձ եւ քեզ համար եկավ։ Որբեսի հավատան գիրեն։ Որբեսի անիկա մեր կովը գնա եւ մզորացնե այս աշխարհի վրա ապրածադենից։ Որբեսի քարոզությունը իմ միջոցով սլմանը լա ու բոլոր հեթանոսները լսեն։ Զիս արուձին պերնեն ազատեց։ Նապին մգա։ Կազան մգա գուզե որ կեզ ապիշտագ է։ Այս կազանին պերնեն ազատողը կովս կայնած է։ Սրդիս մեջն է։ Կուգանքիտ մեջ է։ Կուգանքիտ մեջն է Քրիստոս եթե լա, ոչ մեկ կազան կեզի չի գրնար արցակիլ, ոչ մեկ խորուրդ կեզ չի գրնար վարցիկել։ Երբ որ ձունգի գուգաս եւ գաղոտես ով հայրին, ահա իմ ցավերս, ահա իմ նեղություններս, ասիգայինց մի վերցուր, քո парքիտ համար։ Կդարվեցավ, հավատա որ կդարվեցավ եւ կդարվի։ Որտեւ ինքը մերավ եւ հարություն արավ ինձ համար։ Հաջորդ համար հետևյալը գսե դերը ամեն չար կորձե պիտի ազատեզիս եւ ապահովությամբ իր երկնային թակավորությանը պիտի հասցնե։ Ուր պիտի հասցնե ինձի իրեն երկնային թակավորությանը պիտի հասցնե։ Այս է նպատակը։ Բայց աշխարհը գործի արժև է։ Գործանումի արժև է։ Հազարավորներ գմերնին ամենում։ Ով է փնդրողը իրեն։ Որ գրնան ազատվիլ այս խնդիրեն։ Մարդուն հիմարությունը իրեն կուլխուն բելան գպերը, իրեն նեղություն իր ցերկով իր կուլխուն բելա գպերը, և գտարնա վերջին համար գսե, իրեն պարկ հավիդյանս հավիդենից ամեն։ Այսօրվա սպատկամը տողդերը մեզի իր ներգայությունով այցել է, մեր հավատքը փորոդներուն նման ավելցնե եւ իրեն ներգայությունը մեր կյանքի մեջ
դեսնենք հավատքով, թե ան մեզ գզորացնե, որ չկա ոյ մեկ թշնամի, որ գզնազադել մեզ Քրիստոսի սերեն, անոր բادرաստած թակավորությանը մեջ անցնելու համար։ Անոնք, որոնք կլսեն Facebook-ի վրա, նորեն պիտի գտնեմ, եթե դուք կփապակիկ ոյ մեկտեղ, որ կամ ծեր շրջանի մեջը պաշտամունքներ ունենք, հավաքենք ժողովուրդներ 2, 3, 10, 20, որբեսի դերոջը խոսքը դանք, բեռնակ հերացայնել ինձի, եւ ոյ մեկ վարսադություն պետք չունի մեզ անոր համար, քանի որ դերը վարսադրած է զիսիր խոսքին զորությունովը։ Իմ հերացային ստիվը 559 298 6063 559 298 6063 դերը օրհնեց ես ինչեւ հաջորդ հանդիպում։